անես ծրագրեր են տալի, որ մենք 20-րդ դարում այդ ծրագրերը չենք անցել, չենք սովորել, չենք կարող օգնել։ Գնում են դպրոց 20-րդ դարի կրթված դասատուն, 21-րդ դարի կրթությունը տալի, ասում այս ծրագրերը, այս սրանք սովորեք։ Գալիս են երեխեքը տուն, մենք չենք հասկանում դրանից։ Պարզա պետք է ֆինանս ծախսենք, որ ասենք գնացեք անհատ սովորեք։ Անհատն էլ դե ֆինանս ծախսեք։ Իսկ դպրոց ուղարկելու համար դպրոց այդում են։ Հա։ Դե օրը մեկն էլ մնում է հերթափոխ, որ երեխուն նայի։ Դե այսա սեզոնը բացվավ, էլի պետք է գնանք փողոցները, էլի գնանք գյուղացուց առնենք, բերենք ծախենք, որ կարողանանք ապրենք, թե չէ պետության տված գումարով շատ ահավոր է, չես կարող ապրես։ Օրինակ, այդ որ պետությունը տալիս է, այդ սոցիալ նախարարությունը, որ տալիս է ամեն երեխուն 6500 դրամ։ Իսկ ինքը նայել է իր երեխան ամիսվա կտրվածքով, ինչքան փող է ինքը իր երեխայի վրա ծախսում։ Ընդհանուր ինչքան նպաստը կստանա։ Ընդհանուր ստանում ենք 63000 դրամ։ Քանի երեխայի համար։ Ստանում են 6 երեխայի համար, թե բաժանել այդտեղ մտնան 18000 բաժանա, 6 երեխուններ դե բազմապատկած 6500 դրամներ 6-ի, այդ էլ բազմապատկի գումարեք 18000-ը 63000 դրամ փող են տալի։ Այդ 63000 դրամով ոնց կարող է հասարակ մի մարդը ապրի, մի մարդն էլ չի կարող ապրի։ Մենակ հացը օրեկան էթում է 1000 դրամի հաց, կոշկոպիտ ասած, բա մնացած ուտելիքը, օրեկան երեխեքին դպրոցը ասում են պայոկ են տալի, բայց դասերից հետո են տալի, միջև պայոկը ստանալը, այդ երեխեն պետք է դպրոցում բան ուտի, թե չէ սնվի, որ կարանա դաս անի։ Աշխատանք չկա, ես չհասնի, իմը սեզոնային է, կամ կլի շինարարություն, կեթամ կաշխատեմ, կամ էլ չի լինի, կեթամ առևտուր կանեմ, գյուղացուց ապրանքը կառնեմ, գյուղից կբերեմ քաղաք, կվերավաճառեմ։ Բնակարանային պայմանը սա է, ոչ էլ իմն է, այս էլ իմը չի։ Ես ուղղակի քերիսա տրամադրե, հասել է մնա վերջը։ Հիմա երեխեքս մեծացել են, քերիս ասում են խանգարում են, կոշկոպիտ ասում։ Բաղրամյան 26-ում են դալանը սիրուն պատճառեմ, ասեմ եկել եմ ապրելու ուտե։ Սերժ Սարգսյանը 13 թվին ընտրվում էր, մենք նամակ գրեցինք, տվեցինք, ասին այդ ֆոնդը կստեղծվի, այդ ծրագիրը կա, քաղաքաշինա նախարարությունը կստեղծի եւ սոցիալապես անապահովներին բնակարան կտրամադրենք։ Բայց ես սոցիալապես բացի ասած, ես սոցիալապես անապահով ասելով ինչ են հասկանում։ Ես բնակարանային պայման չունեմ, ես չեմ ասում հաշ չունեմ ուտելու։ Ես ուզում եմ բնակարանային պայմանս բարելավեն, ինձ տեղ տան, տրամադրեն, ես ապրեմ թեկուզ գյուղում, հողատարած մի փոքր տեղով տուն տան, որ ես կարողանամ մնամ եւ մշակեմ այդ հողը ապրեմ։ Իրանց այդ տված գումարներն ինձ այդքան էական չի։ Ինձ ուզում եմ բազմազավակների համար հատուկ օրենք մշակվի։ Ես որտեղ գնամ աշխատեմ, տղես աշխատանք չունի, գործ չկա։ Երեխաներին ոնց եք պահում, կարողանում եք նորմալ սնունդ գնել, հագուստ կոշկի ջան, ոնց ասեմ, փարոցը որ ստանում եմ, առնում եմ։ Մեկ-մեկը ձեռից կանաչ բանը բերում ծախում եմ, այդ էլ փող չի։ Հեչ բանա, ասի պերերիվներին եմ, ասում երեխեքին։ Ձերս կոպեկ չկա, ես էլ եմ պարկ կարել, պարկում եմ վերցնում խանութներից, ուտելիքը որ փարոցը ստանամ, թոշակը ստանամ տամ։ Ուղղակի ասեմ, անապահով պայմաններից այո, տղես ներվային այնքան լավ չի խոսում, դպրոցում էլ լավ չի սովորում։ Լկոպտները պարոն։ Ինքը այս կյանքից էլ է դժգոհ այդ երեխան։ Գրել եմ, տվել եմ, բանին, Բաղրամյան 26-ն գնացել, Սերժին, մոլու մոտ։ Տղեկ ասին, գրի մենակ Սերժին չմոտենաս։ Չմոտեցա իրան, գրեցի տվեցի ինձ, տղեկ տարենաց, ինչ կանչեցին Բաղրամյանը 26, հելա գրացենք տղուսը, հելա երկրորդ հարկը, որտեղ իր նամակների տեղնա, քարտուղարնա ինչա չգիտեմ ոստա, բա ասա Քուրջան, շատ եմ խնդրում, ոչ մի բան չանես, միջև 15-16 թիվը տունդ կստանաս, թողտերը եկել են քաղաքապետարան, ընդեղից պատասխանը եկել են, որ պտի տար, գնացի։ Երբ, որ թվականին։ 15 թվին, կանչեցին ինձ, ընդեղ մոլի բացման վաղտը, ստեղ որ մոլը բացին, հելա գնացի,
Գնացինք Բաղրամյան 26։ Ես էլ մեկ քաղաքապետարանից թուղթը գրած նամակը եկել է, որ բալանի է գրած։ Ես ինչ համարի գնահանվել։ Բալանի է։ Գնացել եմ Ամյանի մոտ։ Բասա, որ հենց այդ բանը եղնի, բնակարանի բան, առաջնա այդ ձեր հետն է։ Հետո եկել եմ մեր քաղաքապետարան Արմեն Սարգսյանի մոտ։ Ասել եմ, բասելա, ես ասել եմ, որ այս տարի իմ տունս կտան։ Քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել է սոցիալական բնակարանային ֆոնդի մասին օրենքի նախագիծ, որի ընդունումից հետո համապատասխան բնակելի ֆոնդը ստեղծելու պարագայում հնարավորություն կստեղծվի քննարկելու բնակարանային պայմանների բարելավմանը, անկարիք ունեցող ընտանիքների խնդիրները հաշվի առնելով վերոգրյալ հայտնում են, որ ձեր տվյալները կհաշվառվի Երևանի քաղաքապետարանում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ձեր հարցի առաջնահերթության կարգով կքննարկվի։ Մինչև նոր տարի նամանորը գնացի Ամյանը, այդ քաղաքաշինության այդ կառույցի պետը ինձ ասավ ձեր մայրիկին առաջնահերթ ենք դրել։ Հենց այդ բնակարանները լինի, Բայց երբ կլինի, ասեցի։ Ասին հենց բնակարան լինի։ Իսկ ես իրա խոսքերն եմ ասում, ասավ մենք բնակարան չունենք հիմա, քաղաքապետարանը իրա ձեռի տակ։ Ում ուզում եք գնացեք դիմեք։ Ասի շատ բարի։ Եվ եկան ամանորի արդիվ տեսա, որ բնակարաններին բաշխե դրեք անամ։ Պետք չի։ Էսիկ Այս մի սենյակը մեր երկուսինն էլ, այս գարդիրոպը, այս երկուսը մեզ բավարարացնում էր մորես ու մեր երկուսից, տիկնոջս ու ինձ։ Իմ հարցը, վերանայեք, իմ աղջիկը 14 տարեկան, ինչու իմ սենյակը պդի քնի, ինչու իմ երեխաները իմ սենյակը պդի քնեն, ձեր երեխաները ձեր սենյակում են քնում։ Մի խնդիր ամենական հանգստացնը, որ ես ուզում եմ բնակարան, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Չնայած երեխեքին դժվարությամբ եք մեծացնում, աշխատանք էլ չկա։ Աշխատանք չունեմ, ես չեմ աշխատում ինքս, ոչ մի բան չեմ անում։ Բայց մենակ իմ խնդրանքը այն է, որ մի հատ բնակարան ունեմ։ Դա խնդիրները շատ է, այդքան ես չեմ կարող մանրամասնորեն ասեմ, որ վերաբերում է տան հարցով, այ որ եթե տուն ունենամ, նորմալ իմ խնամքով իմ երեխաներին ես կպահեմ, ոնց որ կարգնա։ Մենակ մի հատ տուն ունեմ։ Ինչից է դժվարանում։ Մի ամաչը խոսա։ Հոսա նորմալ է։ Գնում ես դպրոց, ամեն ինչ նորմալ է։ Եվ այնտեղ ոնց է, դասատուները ոնց են պարապում։ Դպրոցում ինքը այդպես ոնց։ Մենք օրինակ նորմալ խոսում ենք, իսկ ինքը եթե նորմալ չի խոսում, իա այդ երեխեքը մի քիչ կպնում են, կռիվ են անում, ասում են դու լավ չես խոսում, մեր հետ մի խոսա, բան, տենց երեխեքը մի քիչ նեղում են։ Յան ինքը այդքան բան չի անում։ Գրքերին փողերը վերցրել։ Ամեն ինչի։ Իսկ նորմալ վերաբերում են մանկաբաժները, որ ասենք հատուկ ուշադրություն դարձնեն։ Ուշադրությունը յանց շատ լավ է այդ կողմից, ես գոհ եմ յանցից։ Ամեն ինչով աջակցում են իմ երեխեքին։ Հələ պահալն որ երեխան նեղված է լինում, բանալ լինում, յան գնում են կողքից, ասում են մի նեղվի, պետք չի։ Այն ինչ անենք եկուց էլ յան կարող է տենց խոսամ դու խես, տենց խառնվում, յան մենք խոսակցական պրոբլեմներ ունեն։ Որ աղբեր խոսում են նույն ձևով։ Հետա յան։ Ինչից է եկել այդ խնդրեմը։ Դու տղես վառվել էր, մինչև վառվելը նորմալ խոսացել է, մամա, պապա, տատի, դրանք սաղ ասել է։ Հետո որ 40-ի մեջ էի, ջերման չայ էի դեպել, դրել էինք ճազվան թափեց վրեն, լեզուն բռնվա վախից, դրանից է եղել լռի։ Ամեն շատը Բնակարան։